Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Լուսինե Զարալյանը եւ Արա Աբրահամյանը, բարի երեկո։ Օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ավարտվել է ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին նիստը, այնուհետև կողմերն աշխատանքային լանջ են ունեցել, որից հետո ներկայացրել են Ուկրաինայի վերաբերյալ իրենց սկզբունքային մոտեցումները։ Ամերիկյան կողմը մեկնաբանելով այսօրվա բանակցությունը նշել է, թե Ուկրաինայում հակամարտության դադարեցումը երկար ժամանակ եւ բարդ ու ինտենսիվ դիվանագիտություն բոլոր կողմերից զիջումներ կպահանջի։ Օրվա միջազգային անցուդարձը։ Մինչև Սաուդյան Արաբիա այցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելում էր, որտեղ հանդիպել է այդ երկրի վարչապետի հետ։ Նա նշել է, որ Համասը պետք է արմատախիլ արվի։ Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի, որին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ Գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանը ազատ արձակվեց, դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց 10 միլիոն դրամ գրավով եւ չբացակայելու արգելքով։ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Աջափնյակ վարչական շրջանում, տեղում ծանոթացել իրականացվող տարբեր շինարարական աշխատանքների ընթացքին ու հանդիպել համայնքի բնակիչների հետ։ Կիբեր հանցագործների դեմ լայնածավալ հատուկ գործողություն են իրականացրել Հայաստանի եւ Ղազախստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Ձերբակալվել է հանցախմբի 41 անդամ Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի եւ Լիբանանի քաղաքացիներից։ Եվ այսպես Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ավարտվել է այդքան սպասված ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին նիստը, այնուհետև կողմերը աշխատանքային լանջ են ունեցել։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նշվում է, որ կողմերը ներկայացել են Ուկրաինայի վերաբերյալ իրենց սկզբունքային մոտեցումները, պայմանավորվել հաշվի առնելով միմյանց շահերը։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ կայացել են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունները, որոնց մեկնարկը տրվել էր Փարիզում եվրոպական երկրների առաջնորդների արտակարգ գագաթնաժողովում։ Եվրոպացի առաջնորդները հայտարարել են պաշտպանության ոլորտում ներդրումներն ավելացնելու եւ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում առաջատար դեր ստանձնելու մտադրության մասին, սակայն որոշ հարցերի շուրջ սուր հակասություն են ի հայտ եկել։ Ղեկավարները չեն կարողացել համաձայնության հասնել հետագա գործողությունների, այդ թվում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ։ Գերմանիան, Իտալիան, Լեհաստանն ու Իսպանիան հայտարարել են, որ չեն ցանկանում խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զորքերի տեղակայման մասին քննարկումը որակել է անիմաստ, քանի որ հակամարտությունը դեռ շարունակվում է։ Ճիշտ հակառակ դիրքորոշումն ունի Բրիտանիան, որը պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում ապահովելու հետագա հաշտության համաձայնագրի կատարումը։ Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ուղղությամբ աշխատանքն արագացնելու գործում։ Դա ներառում է հետագա աջակցություն Ուկրաինայի զինված ուժերին, որի համար Մեծ Բրիտանիան արդեն պարտավորություն է ստանձնել մինչև 2030 թվականը տրամադրել տարեկան 3 միլիարդ ֆունտ ստերլինգ։ Անհրաժեշտության դեպքում Լոնդոնը նաև սեփական զորքերը կուղարկի Ուկրաինա, քանի որ օգնելով Կիևին երաշխավորում ենք մեր մայրցամաքի եւ այս երկրի անվտանգությունը։ Փարիզի հանդիպումից հետո Քիր Սթարմերը պլանավորում է Վաշինգտոնում հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին էլ Փարիզում անցկացված խորհրդակցության մասնակիցներին կոչ է արել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ Միացյալ Նահանգների հետ միասին աշխատել, այլ ոչ թե հակադրվել նրան։ Մելոնին նշել է, որ դեմ է Ուկրաինայի հարցում հակաթրամփյան ձևաչափի ստեղծմանը։ Ավելին նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է կարգավորել հակամարտությունը եւ իրենք պետք է օգնեն նրան այդ հարցում։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն էլ իր հերթին նշել է, որ Եվրոպան ցանկանում է ստանձնել եւ առաջնորդել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրումը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ Բրյուսելում հանդիպել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց գեներալ Քիթ Քելոգի հետ, քննարկել Եվրոպայի պլանները, մեծացնելու պաշտպանական արտադրությունն ու ծախսերը, ինչպես եվրոպական, այնպես էլ ուկրաինական ռազմական հնարավորությունները ուժեղացնելու նպատակով։ Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ շեշտել է, ցանկացած բանաձև պետք է հարգի Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ապահովված անվտանգության ամուր երաշխիքներով։ Թուրքիան եւս պատրաստ է ցանկացած դեր խաղալ նպաստելու Ուկրաինայում խաղաղությանն ու այդ երկրի վերականգնմանը։ Թուրքիայի դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, պոտենցիալ խաղաղության ծրագրի իրագործումը բարդ խնդիր է, բայց արժե փորձել։ Նա կրկին հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է իր տարածքում կազմակերպել հրադադարի վերաբերյալ բանակցությունները։
Իդեպ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Անկարայում է, որտեղ հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ, քննարկվել են ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունները։ Օրակարգում են եղել նաև Թուրքիա-Ուկրաինա ռազմավարական գործընկերության հարաբերությունները, երկու երկրների միջև գործակցության ամրապնդման քայլերը։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, թե Թուրքիան պետք է դառնա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը։ Որպես երկիր մենք խաղաղություն ենք ուզում ենք, որ պատերազմն ավարտվի, բայց իհարկե մենք ցանկանում ենք, որ այս պատերազմի ավարտը հիմնված լինի անվտանգության որոշակի երաշխիքների տրամադրման վրա։ Այդ երաշխիքները պետք է տրամադրեն Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ ամբողջ Եվրոպան, ներառյալ Թուրքիան։ Էր-Ռիադում ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների հանդիպման եւ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունների ֆոնին, որ Կիևը չի ընդունի առանց ուկրաինական կողմի մասնակցության ընդունված որևէ որոշում, Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հավաստիացրել է, որ ոչ ոք չի պատրաստվում Ուկրաինային խաղաղության պայմանագիր պարտադրել։ Նրա խոսքով կարգավորման հետ կապված որոշումը պետք է կայացնեն Զելենսկին եւ ուկրաինացիները։ Կրեմլից էլ հայտարարում են, որ Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, սակայն կարևոր է հաշվի առնել որպես պետության ղեկավար նրա լեգիտիմության հետ կապված իրավական ասպեկտները։ Պուտինը նախկինում Զելենսկուն մի քանի անգամ անվանել է ոչ լեգիտիմ, նշելով, որ այդ պատճառով Ուկրաինայի ղեկավարն իրավունք չունի որևէ բան ստորագրելու։ Ինչևէ, Էր-Ռիադում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների 4.5 ժամ տևած բանակցությունների առաջին նիստն ավարտվել է։ Կողմերը ներկայացրել են Ուկրաինայի վերաբերյալ իրենց սկզբունքային մոտեցումները, պայմանավորվել հաշվի առնել միմյանց շահերը, իսկ հաջորդ շաբաթ ըստ որոշ տեղեկությունների սպասվում է Պուտին-Թրամփ հանդիպումը, թե որ օր այն կկայանա դեռևս հայտնի չէ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ամերիկյան կողմը մեկնաբանելով այսօրվա բանակցությունը նշել է, թե Ուկրաինայում հակամարտության դադարեցումը երկար ժամանակ, բարդ ու ինտենսիվ դիվանագիտություն բոլոր կողմերից զիջումներ կպահանջի։ Պատվիրակությունից հայտնել են, թե Թրամփը ցանկանում է արդարացիորեն ավարտել հակամարտությունը Ուկրաինայում եւ թույլ չտալ, որ այն վերսկսվի 2-ից 3 տարի հետո։ Իսկ Եմեն ինչ որ պահի պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Նրանք հույս են հայտնել, որ Ուկրաինայի հակամարտության դադարեցումը ճանապարհ կբացի Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար տնտեսական եւ աշխարհաքաղաքական գործակցության համար, իսկ շուտով կարող են մեկնարկել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունների գործունեությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանքները։ Լավրովը եւ Ռուբիոն պայմանավորվել են նաեւ բանակցային խմբեր ստեղծել ուկրաինական պատերազմը լուծելու համար։ Միջազգային մյուս լուրերն էլ առաջարկում ենք դիտել տեսաշարով։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ջիհան Սուլթանօղլուի, ՀԱԿ նախագահի Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Քրիստոֆ Շփայեթիի եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ քննարկել է Անդրկովկասում կայունության ապահովման միջոցները։ Նշվում է, որ մարտին ծրագրված Կովկասի անվտանգության եւ կայունության միջազգային քննարկումների հաջորդ փուլի նախապատրաստման համատեքստում դիտարկվել են բանակցային այս ձևաչափի մասնակիցների առաջնահերթ խնդիրները, որոնք առնչվում են հիմնականում ուժի չկիրառմանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ Փարիզում ԵՄ առաջնորդների հետ Ուկրաինային աջակցության հարցով հանդիպումից առաջ։ Զրույցից մանրամասներ սակայն դեռ չեն հաղորդվում։ Նշենք, որ Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի կառավարությունների ղեկավարները, նաև Եվրոպական խորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Անտոնիո Կոշտան եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Մակրոնի հրավերով Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցելու հետագա գործողությունները։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանվելու գործում։ Նրա կարծիքով, սակայն դեռ վաղ է խոսել խաղաղապահներ ուղարկելու մասին։ Շոլցը նաև նշել է, որ դեմ է Ուկրաինային խաղաղության գործարք պարտադրելուն։ Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով խաղաղության ժամանակը դեռ չի եկել եւ Ուկրաինան ներդաշան պատերազմի հորձանուտում է։ Երկիրը չի կարող ընդունել այն ամենը, ինչ իրեն ներկայացվում է։ Իսրայելի պաշտպանության բանակը գրեթե ամբողջությամբ դուրս է բերվել Լիբանանի հարավից, սակայն 5 դիրք դեռ մնում են նրա վերահսկողության տակ։ Նշվում է, որ իսրայելական զորքի հեռանալուց հետո լիբանանյան բանակը մտել է Մայսալ-Ջաբալ, Բլիդա եւ Մահբիբ քաղաքներ։ Մինեապոլիսից Տորոնտո ժամանած ամերիկյան ինքնաթիռը վայրեջքի ժամանակ Կանադայի օդանավակայանում գետնին ուժեղ բախվելուց հետո շրջվել է։ Տուժել է 18 մարդ, հաղորդվում է, որ 1 երեխա եւ 2 մեծահասակ ծանր վնասվածքներ են ստացել։
Մինչև Սաուդյան Արաբիա այցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելում էր, որտեղ հանդիպել է այդ երկրի վարչապետի հետ։ Հանդիպմանը ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկնել է Թրամփի մոտեցումը Գազան Համասի ազդեցությունից զերծ պահելու մասին։ Նա նշել է, որ Համասը պետք է արմատախիլ արվի։ Համասն ազատ է արձակել եւս 3 պատանների, որոնք ավելի քան 15 ամիս տևած գերությունից հետո վերադարձել են Իսրայել։ Պատանների ազատ արձակումը Իսրայելի հետ կնքված հրադադարի մասն է, ըստ որի երկու կողմերը համաձայնել են վայր դնել զենքերը պատանների եւ գերիների փոխանակման ժամանակ։ Համասի կողմից ազատ արձակվածների թվում էր ամերիկյան ու իսրայելական քաղաքացիություններ ունեցող երկքաղաքացի Սագուի Դեկելչենը։ Նա վերջապես կարողացավ տեսնել իր կնոջն ու երկու դուստրերին, որոնք 2023 թվականի հոկտեմբերի 7-ի արյունալի հարձակումների ժամանակ թաքստոցում էին։ Մերձավոր արևելյան շրջագայությունը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սկսել է Իսրայելից։ Համասը չի կարող մնալ որպես ռազմական կամ կառավարող ուժ, քանի դեռ այն հանդես է գալիս որպես ուժ, որը կարող է կառավարել կամ կարող է սպառնալ բռնության կիրառմամբ խաղաղությունն անհնար է, այն պետք է արմատախիլ արվի։ Եվ Ռուբիոն եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոսել են տարածաշրջանում Իրանի ազդեցության դեմ միասնաբար հանդես գալու մասին։ Այսօր պետքարտուղար Ռուբիոն եւ ես շատ արդյունավետ քննարկում ունեցանք մեր աշխատակազմերի հետ մի շարք հարցերի շուրջ, որոնցից ամենակարևորն Իրանն։ Իսրայելն ու Ամերիկան կողք կողքի են կանգնած Իրանից բխող սպառնալիքը դիմակայելու հարցում։ Մենք համաձայն ենք, որ այաթոլլաները չպետք է միջուկային զենք ունենան։ Մենք նաև համաձայն ենք, որ Իրանի ագրեսիան տարածաշրջանում պետք է հետ մղվի։ Համասի հետ հրադադարի շրջանակում Իսրայելն ազատ է արձակել 369 պաղեստինցի բանտարկյալների, նրանցից 36-ը ցմահ դատապարտյալներ էին։ Իսրայելն այդ մարդկանց ահաբեկիչներ է անվանում, պաղեստինցիները ազատամարտիկներ։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցած շաբաթ կրկնեց, թե Միացյալ Նահանգները պետք է իր վերահսկողությունը հաստատի Գազայի նկատմամբ, զարգացնելով այն։ Մենք կստանանք այն եւ կպահպանենք, կանենք այնպես, որ խաղաղություն լինի եւ ոչ մի խնդիր չի լինի եւ ոչ ոք կասկածի տակ չի առնի այդ եւ մենք շատ ճիշտ կերպով այդ կկառավարենք։ Ի վերջո կունենանք տնտեսական զարգացում շատ մեծ մասշտաբով, գուցե ամենամեծ մասշտաբով այդ շրջանում։ Ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածի մեծ մասը հողին է հավասարեցվել։ Իսրայելի ներկայացմամբ իր թիրախում ահաբեկիչներն են։ Պաղեստինցիները պնդում են, թե ռումբերի տակ են նաև խաղաղ բնակիչները։ Հայտնի է ԱՄՆ նախագահի ցանկությունը, թե Եգիպտոսը եւ Հորդանանը պետք է ընդունեն մոտ 2.3 միլիոն պաղեստինցիներին։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։ Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցում է ռազմատեխնիկական ցուցահանդեսի, որին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ, քննարկվել են ընթացիկ ծրագրեր, ձեռք բերվել նոր պայմանավորվածություններ։ Գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանը ազատ արձակվեց։ Դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց 10 միլիոն դրամ գրավով եւ չբացակայելու արգելքով։ Դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Տիրան Խաչատրյանի կալանքը։ Միջնորդությունը մերժվել է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը, հավելելով Անկարան կշարունակի զարգացնել Բաքվի հետ բարեկամական ու եղբայրական կապերը։ Նրա խոսքով Թուրքիան եւ Ադրբեջանը ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը միջազգային ասպարեզում, պաշտպանական, ռազմական, էներգետիկայի եւ այլ ոլորտներում գործակցության միջոցով։ Շարունակում ենք թողարկումը Երևանի քաղաքապետ Իգրան Աբինյանը շրջայց է կատարել Աչափնյակ վարչական շրջանում։ Նա տեղում ծանոթացել է իրականացվող տարբեր շինարարական աշխատանքների ընթացքին, հանդիպել համայնքի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները եւ քննարկել դրանց արդյունավետ լուծման հնարավոր տարբերակները։ Այս մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Կարուսել վստահելի ապագա, որտեղ ամեն բակ, ամեն փողոց եւ ամեն համայնք ստանում է իր արժանի զարգացումը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Աբինյանը շարունակում է իր հետևողական աշխատանքը հանուն քաղաքի ու բնակիչների բարեկեցության։ Փետրվարի 18-ին նա Աչափնյակ վարչական շրջանում էր, անձամբ հետևելու, թե ինչպես են իրականացվում բակային տարածքների բարեկարգման եւ խաղահրապարակների կառուցման աշխատանքները, որովհետեւ դա քաղաքային իշխանության տրված խոստումների իրականացումն է։ Իրենց ներկայացրած տեսլականը վերակառուցված կանաչապատ եւ ապահով բակեր։ Բարեփոխման
նման աշխատանքները չեն սահմանափակվում միայն բակային բարեկարգումներով։ Ավինյանը հանդիպել է տեղի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու առաջարկները, ներկայացրել համայնքի զարգացման ուղին։ Հիմնական թեմաները 3-ն էին՝ տրանսպորտային համակարգի բարելավում, ենթակառուցվածքների զարգացում եւ համայնքային ծառայությունների որակի բարձրացում։ Քաղաքապետարանն այդ ամենը անում է, որովհետեւ իրենք աշխատում են համայնքի զարգացման, ոչ թե ժամանակավոր լուծումներ գտնելու ուղղությամբ։ Աշխարհաշրջանում ունենք տարբեր բանկերի բարեկարգումներ, ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներ, բնակիչների ստորագրություններով ԵՍԴ-ի հիման վրա նախագիծ է պատրաստվել եւ այս տարի նախատեսվում է բանկի բարեկարգումը, մոտ փուլում է գտնվում նախագիծը, ամբողջապես տարածքներ բարձրացվելու են, լինելու են նստարաններ, նոր խաղեր են ձեռք բերելու, ամբողջությամբ փոխել են հին խաղերը հանելու, նոր խաղեր են տեղադրելու։ Համայնքի ամենամեծ խնդիրը հասարակական տարածքների անարդյունավետ օգտագործումն էր, անօրինական ավտոտնակներ, ցանկապատված եւ լքված տարածքներ ու աղբավայրերի վերածած շինությունն էր։ Իշխող քաղաքական ուժը հստակ քայլեր է ձեռնարկում այդ խնդիրները լուծելու համար, որովհետեւ Աչափնյակի բակերը պետք է լինեն բաց, կանաչապատ, մաքուր եւ հանրային։ Քաղաքապետարանում հստակ գիտակցում են, բարեկարգ համայնքն ապահովում է առողջ ապրելակերպ եւ արժանապատիվ միջավայր։ Այսօր մենք շրջում ենք այն հատվածներով, որտեղ նախատեսում ենք իրականացնել բակային հիմնանորոգման բարեկարգման աշխատանքներ եւ շատ հաճախ մենք հանդիպում ենք նման պատկերների, առանձնացված ցանկապատված տարածքների, որոնք որ բոլոր հատվածներում վերածվում են հիմնականում աղբանոցների եւ այս բոլոր հատվածներում նմանատիպ տարածքները պետք է բացազատվեն, պետք է մաքրվեն եւ արդեն նոր հիմնանորոգված բակեր ստանանք, ֆուտբոլի դաշտեր ստանանք, խաղասարքեր տեղադրենք եւ կարծում եմ աջակցնակ վարչական շրջանում անված նախորդ ծրագրերը ապացուցում են, որ հենց այս վարչական շրջանում շատ էֆեկտիվ աշխատում է քաղաքապետարանի այս մոտեցումը։ Համայնքային եւ մայրաքաղաքային ղեկավարությունը կատարված եւ կատարվող աշխատանքներով չի բավարարվելու, քանի դեռ համայնքները չեն ստանում իրենց արժանի զարգացումը։ Աչափնյակում իրականացվող փոփոխությունները շարունակական են, քանի որ թե տեղի բնակիչները, թե համայնքի ղեկավարությունը հավատում են համայնքի եւ քաղաքի ուժին։ Նպատակը մեկն է՝ վերակառուցել, զարգացնել ու բարելավել մայրաքաղաքը հանուն յուրաքանչյուր քաղաքացու։ Գլխավոր առաջնահերթությունը ավելի կանաչ, բարեկարգ ու հարմարավետ քաղաք։ Գլխավոր ուղերձը հանրային տարածքները պետք է լինեն քաղաքացու, ոչ թե մասնավոր շահի համար։ Անդրանիկ Ավետիսյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Կիբերհանցագործությունների դեմ լայնածավալ հատուկ գործողություն են իրականացրել Հայաստանի եւ Ղազախստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Խաբեբաների խումբը Ղազախստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների քաղաքացիներին առաջարկում էր գումար ներդնել իբր խոշոր ներդրումային ընկերությունում։ Ձերբակալվել է հանցախմբի 41 անդամ Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի եւ Լիբանանի քաղաքացիներից։ Խուզարկությունների ընթացքում առգրավել է ավելի քան 70 միավոր համակարգչային տեխնիկա, մոտ 1 կիլոգրամ ոսկի, 5 մեքենա եւ տարբեր երկրների արժույթ։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։